Ստեփան, բարելույս, ո՞նց ես։ Լավ ես։ Այդ նորից քեզ բերման էին ենթարկել, հա, տարել են Civic-ի տաղավար, ինչ որ տեքստ էին գրել, տվեց ձեռդ ու ստիպում էին, որ այդ տեքստի շրջանակներում խոսես։ Քո այդ լրագրողու հարցազրույցին մի բան էր պակասում։ Այդ երևի Դաշնամուրի մելամաղձոտ երաժշտությունը, որ ավելի ռոմանտիկ դարձներ ձեր երեկոն։ Տղա, դու քո արած արտահայտության, այսպես ասած, բացատրությունը տալու համար կամ ինքնարդարացման համար հասել էր այնտեղ ինչ էր ուզում ասել։ Որ չէ, դու նիկոլական լինելուց չես վիրավորվում, սխալվել ես, որ դատարանում ասել ես քո համար վիրավորական է, երբ որ քեզ նիկոլական են ասում։ Նիկոլ Փաշինյանը տերդ փորձեց ազգային ժողովի ամբիոնից այս ամեն ինչը մեկնաբանել իր ձևով։ Քեզ էլ բերմա ենթարկեցին Civic, որ ընտեղ արդարանաս, հա, թե բա ես դա նկատի չեմ ունեցել, ես սիրում եմ Նիկոլ Փաշինյանին, հա, ես հավատարիմ եմ իմ տիրոջը, դա էր ուզում ասեիր։ Արանքներ, դեսպես առիթն էլ բաշխ թողեցիր ու արանքում սկսեցիր նորից զրպարտություններ, լուտանք, կեղծիք տարածել, հա, մեր հայրապետի, ամենայն հայոց հայրապետի հասցեին եպիսկոպոսների, բարձրաստիճան հոգևորականների, իմ առաջնորդ Սրբազան հոր, հա, եւ նաեւ ինձ էլ անդրադարձար։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե դու տղամարդ ես ու քո խոսքի գինն ու արժեքը գիտես, ու եթե դու կարաս քո ասացի համար, այսպես պատասխանատվություն կրես, առանց Նիկոլի ոստիկանների, առանց այդ թիկնազորի, որ քեզ ամեն օր ուղեկցում են, օհանավանքի սահմաններից դուրս գաս, առաջարկում եմ օրինակի համար մի չեզոք պետություն, ես գիտես, հիմա գտնվում եմ Ռուսաստանի Դաշնությունում, իմ ծառայությունն եմ բերում Սարատովի համայնքում, ուրեմն չեմ ասում գաս Ռուսաստան, որ չասես դե Ռուսաստանը հեռու է։ Արի Ռուսաստանի եւ Հայաստանի արանքում մի պետություն կա։ Չէ, նկատի չունեմ Ադրբեջանը։ Ձեր երկրորդ հայրենիքը նկատի չունեմ։ Հա? Այլ նկատի ունեմ Վրաստանը։ Եթե դու համաձայն ես, հանդիպենք օրինակի համար Վրաստանում, ում ներկայությամբ ուզում ես։ Մարդիկ ընտրի, որոնց դու վստահում ես եւ իրենց խոսքը քեզ համար հեղինակավոր է, այդ մարդկանց վերցրու, արի նստենք խոսենք, աչքերիս մեջ նայելով խոսենք, նայես երեսիս աչքերիս մեջ ու պնդես այն ինչը որ դու խոսում էիր Civic-ի տաղավարում։ Խոստովանությունն էլ կընդունենք, եթե զղջումով ու ապաշխարությամբ լինի։ Օրինակի համար կարանք այդպես կազմակերպենք, գաս խոստովանության, ասես Տերեր ջան, կներես ուրիշ ճանապարհ չունեի։ Տերս ուրիշ ձև չէր կարող ինձ թույլ տալ, որ ես խոսեի։ Ես չէի ուզի խոսել, բայց ինձ ստիպում են, որ ես խոսեմ։ Դա էլ կընդունենք։ Այդ ապաշխարությունն էլ, խոստովանությունն էլ կընդունենք։ Բայց արի, եթե տղամարդկությունդ բավարարում է, եթե քո խոսքի արժեքը գին ունի, քո խոսքը գին ու արժեք ունի, արի հանդիպենք Վրաստանում, ես պատրաստ եմ։ Չեզոք մի տեղ, ասես նայես դեմքիս, նայես աչքես ու ամեն մի այդ տիրադավներին է խոսքը սովորում, մենակ Ստյոպիկ ինչի, բոլորին է, Արման քեզ էլ եմ ասում, եթե համարձակությունդ կհերի ու տղամարդկությունդ թույլ կտա, արի հանդիպենք խոսենք, տեսնեմ ոնց ես հիմնավորելու քո պահվածքը, ուրացումը, դավաճանությունը, ոնց պիտի հիմնավորես։ Բոլոր մեղքերից ամենածանր մեղքը էդի դավաճանություն ուրացումն է։ Դուք այդ մեղքի մեջ եք։ Քանի չեք ապաշխարել այդ մեղքի համար, դուք նորից եմ ասում, շատ ծանր պատիժ եք կրելու Աստծուց։ Խոսում եք Աստծու կամքից, Աստծու կամքը չի ուշանա ձեր համար։ Վստահ եղեք։ Եվ այսօր շատ զարմանալի էր մի բան, որ Ստեփանը իրենց ձախորդությունները խոստովանում էր, որ Աստծու կամքով է, այսինքն խոստովանում էր, որ իրենց քայլերը, եկեղեցը հալած իրենց օրակարգը Աստծուն դուր չի գալիս։
եւ Աստծո կամքը չէ, որպեսզի ամենայն հայոց կաթողիկոսը հեռանա։ Իրենք խոսում են Աստծո կամքից, որ Աստծո կամքով չէր, որ 18 թվականին չստացվեց այն ինչ որ նախատեսել էին։ Դրա մասին նախկին Արմեն Քահանան էր խոսում, որ Արման Սարյանը մոտեցել է նախկին Գևորգ եպիսկոպոսը, խնդրել է կամ համոզել է իրեն, որպեսզի հիմա դադարեցնեն, որտեղ ժամանակը չի։ Հիմա էլ նույն բանն եք ասում, դեռ ժամանակը չի։ Չստացված փորձերից հետո կանգնում ասում եք ժամանակը չի։ Ժամանակը կգա, Աստծո կամքը կլինի, դա էլ կլինի։ Ուրեմն լսեք, Աստծո կամքը այն է, որ դուք ձեր տեղում խելոք նստեք, ապաշխարեք, զղջակ, ձեր արած մեղքերի գինը վճարեք, այս կյանքում վճարեք այդ գինը։ Թե չէ դատաստանուրը շատ թանկ գին եք վճարել։ Շատ թանկ գին եք վճարել։ Հասկանալի է, որ ձեր տիրոջը համոզել եք Նիկոլին, ասել եք, որ հեսա ստացվում է, Սուրբ Ծնունդից հետո կստացվի կամ Սուրբ Ծնունդի ժամանակ, կամ այս տոնիկ ամեն ժամանակ։ Հիմա նա էլ պատասխանա պահանջում ձեզանից, կանչում ասում է տղա ջան, ասում է, կամ չգիտեմ, բան ջաներ, ոնց կլինի ճիշտ ասել, չեմ անում։ Մի խոսքով հասկացաք ձեզ ոնց է վերաբերվում ինքը։ Կանչում ասում է, բա դուք ինձ ասում եք, որ սենց պետք է լինի, սենց է լինելու, բա դուք ինձ ասում եք, որ հոգևորականները իրան չեն պաշտպանելու, իր կողքը չեն լինելու, բա դուք ասում եք, որ չգիտեմ, այսպես հեսա սենց է լինելու, ես էլ հելա դմբո խոսացի ստենդեղ, ճղճղացի, ղժղժացի, ճվճվացի, իմ ռեյտինգը ընկավ դրա հետևանքում, ընտրողներից մեծ մասն ինձ անցիած թափվեցին, էլ չեն ուզում այլևս երեսս տեսնեն կամ ձայնս լսեն։ Միջազգային հանրության մեջ պարսավանքի առարկա եւ նյութ դարձա ձեր ասացի պատճառով։ Նիկոլ, հասկանում ես, քաշել են քեզ սրանք։ Քեզ խաբել են։ Այնպես որ կարաս իրանց պատժես դրանց համար, իրենց ստերի եւ կեղծիքների համար։ Իսկ ձեզ Արման, Ստեփան, մենք ճեմանում Ստյոպիկ ենք ասում, տվեք Ստյոպիկ ասեմ, Ստյոպիկ, հա, եւ ձեր նմաններին։ Էլի եմ ասում, եթե տղամարդ կաք դուք այդքան, որ կարաք ձեր ասածների համար պատասխան տակ, հիմնավորեք եւ ապացուցեք, ես սպասում եմ ձեր արձագանքին, կարող եք անձնական նամակով ինձ գրել, թույլ եմ տալիս։ Գրեք, պայմանավորվենք, հանդիպենք թեկուզ, էլի եմ ասում, Ռուսաստանի եւ Հայաստանի միջակայքում եղող միջեզոք պետությունում։ Բայց էլ եմ ասում, ձեր հայրենիք Ադրբեջանը չասեք, ես այնտեղ չեմ գա, որտեղ այնտեղ գնամ ինձ կձերբակալեն, հա։ Օրինակի համար Վրաստան գնանք, այնտեղ հանդիպենք, խոսենք, կամ եթե կա ուրիշ պետություն, որ ուզում եք առաջարկեք, քննարկենք ձեր առաջարկությունները։ Ժողովուրդ ջան, Աստված ձեզ բոլորիդ օրհնի, ուրախորեն մաղթում, օր-օրի սրանք մեզ ուրախացնում են, այսինքն մեր տրամադրությունը բարձրացնում են, որովհետև ամեն անգամ սրանց փորձերը, այսպես ասեմ, ինքնաարդարացման կամ չստացված այդ իրենց ծրագրերի եւ այլ այդ ամեն անգամ իրենց ինքնաարդարացման փորձերը մի բանի մասն են խոսում, որ իրենք ձախողել են իրենց ծրագիրը։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, կեցե մեր հավատավոր ազգը, կեցեն մեր հոգևորականները, ամենայն հայոց հայրապետը։ Աստված ձեզ բոլորիդ օրհնի, խաղաղ օրհնյալ օր եմ մաղթում։ Լավ մնացեք, Ժողովուրդ ջան։